Զինվորը գբատմեր իր մարզանքներուն մասին, ասի էլիտ զինվորն է, բարձրակույն, եւ գբացատրեր ինչպես ամեն օր պետք է 7 վայրկյանվա մեջ մեկ մղոն վազեն, ուրեմն ասիգա 7-minute mile է, որ բավական արագ է, 14 կմ/ժ, ետքը երթակ ինքնաշարժով քշեք, մեկ հատ փորձեր եք 14 կմ/ժ այդ արագությամբ վազել ամեն օր։ Երբեմն գվազեին մեր ոտքով այրող դակ ավազի վրա, ուրիշ օրեր ցուրտ բաղ սարելիք օդի մեջ եւ ուրիշ օրեր զարի վեր ելնելով։ Իրենց մարզանքը հետաքրական անունը գուտային գանչեին self-torture, ինքնաչարչարանք։ Չարչարանք, քանի որ բավական դժվար էր եւ ինքնաչարչարանք, որովհետեւ գրնային գնալ եւ բորուզեն ազատեին մարզանքները գնալու, դուն վերադառնալու եւ հանգիստանալու։ Եվ շատեր այդ կնեին, ուրեմն 200 աշակերտով սկսելով միայն 20 հատ աշակերտ ավարտեցին։ Զինվորները գտիմանան այս դժվար մարզանքին, ոչ թե որովհետև չեն գիտեր կյանքի հաճույքները, այլ որովհետև ավելի բարձր բան կփնտրան։ Խոսքը ունին mission above self, առաքելությունը անցած վեր։ Ըստ քրիստոնեության ամեն մարդ բادرազմի մեջ է, ոչ մարմնի ու արյունի հետ, այլ հոգևոր բادرազմը։ Մեր հագարագործը սատանան նվիրված է իր բոլոր սրտովը մեր գործանման նպատակին։ Իր ամենն թյուրին ցևը հաղթելու մեզ համոզելն է, որ բادرած չկա։ Պապուկ քաղցր փսփսալով գրնա ասել շատ սպաղ ես տուն եկեղեցի երթալու, շատ հոգնած ես աղոթելու, ինչու հոգալ անդեսանելի բادرազմի մասին, ազատ վարյան ունիս հանգիստր է, հերացայնը դար, սկրոլեր է, նորություններ թիդ է, նա է մարդիկ ինչ կնան, մի մտածեր հերու բաները։ Աստվածաշունչին վերջին քիրքը գխոսի դժվարության մեջ հարադևելու մասին։ Հոն հարուցյալ եւ փառավորված Հիսուս եկեղեցին գսե. «Մինչև մահ հավատարիմ եղիր»։ Ու ցեզի գենաց վսակը պիտի տամ։ Եվ ան որ գհաղթե ու իմ կործերս մինչև վերջը կբահե, անոր իշխանություն պիտի դամ ասկերուն վրա։ Այս պատկամիս մեջ 3 ցևեր ցույց պիտի դամ, թե ինչպես գրնաս տնել առաքելությունը անցած վեր, mission above self։ Կարելի գրնաս մտածել ինչու համար փամը պիտի տնես քու անցած ավելի բարձր, ինչու զինվորները գտնեն իրենց անցան ավելի բարձր փամը։ Քանի որ ամեն անհատ գսկա, որ իր անցնողական է, ժամանակավոր է, եւ ավելի բարձր նպատակի համար գուզենք ապրիլ։ Առաջին Պետրոս 1:24 գիշեցնե ասելով ամեն մարմին խոդի պես է, խոդը գճորնա գանցնի երթա, բայց դերոջ խոսքը հավիտյան կմնա։ Հովանու առաջին նամակին մեջ 2:17 նման կապարմը գարդահայտ է, աշխարհը սալ գանցնի, անոր ցանկությունները, փափակները, ամեն ինչ որ գուզես գանցնի փափակիս, բայց ան որ Աստծո գամքը կդարե, հավիտյան պիտի մնա։ 3 մասի բաժնված է իմ պատկամս՝ fasting, feasting, fighting։ Ձոմաբահություն, խնջույք կնել եւ բայկարի։ Ձոմաբահություն։ Տեքստը, որ գարտացվեցավ Մարգոս 2-յան, հարցումը գարմեջը Հիսուսի ուղված, հետևյալն էր հարցումը. ինչու Հովաննեսին եւ փարիսեցիներուն աշակերտները ձոմ կբայեն, բայց քո աշակերտները ձոմ չեն բայեր։
Մտածել եք այս հարցումին մասին։ Ինչպես արդյոք պիտի պատասխանե Հիսուս։ Ձոմ բահել, այսինքն ջաշ չուդել ժամանակի համար, որբեսի Աստծո նվիրվել, fasting։ Հիսուսի շարժումը այս հարցումին մեջը կհամեմատվի երկու ուրիշ շարժումներու հետ՝ Հովհաննեսի աշակերտները եւ Փարիսեցիներուն աշակերտները։ Հովհաննեսի մասին քիչ բան գրվել է Աստվածաշունչեն դուրս, որովհետև իր շարժումը չշարունակվեցավ, լրացավ պատրաստության շարժումն էր Մեսիային ճամփան պատրաստելու։ Փարիսեցիները ով էին։ Անոնք մոտ Քրիստոսը 200 տարի առաջ սկսան հրյա բոլոր գուսակցություններն, օրինակ սատուգեցիները կամ զելոթները, միայն այս գուսակցությունը Փարիսեցիները թիմացավ, փրկվեցան Հռոմի պատերազմեն յետք, որ 66 մինչև 70 թվականին եղավ Հիսուսի յետք։ Այսօրվան հրյական գրոնքը քոյություն ունի իշնորիվ այդ խումբին։ Փոքր խումբ մնային, առաջին տարուն մոտ 6000 անդամ ունեին, թեպետ միայն 100-ն էին հրյա ժողովրդին, շատ աստեցիկ էին։ Անոնց գլխավոր հավատքը այն էր, որ Աստծո գրված խոսքը Աստծո գամքին գադարյալ արտահայտությունն է։ Այդ թիրքը ամենամոտն էր Հիսուսի հավատքին, բացադրածին, եւ անոր համար Հիսուս կբացադրե կնկարագրե իրենց իբրև Մովսեսի աթորին վրա նստողները։ Հիսուսի ժամանակ հրյական գրոնքը 3 սյուներ ուներ. աղոթք, ողորմություն եւ ձոմաբահություն, այսինքն prayer, almsgiving, բարիքնել, կամ դասանորդ տալ, տրամ տալ եւ fasting։ Հիսուս կսորվեցնե, որ փարիսեցիները կցուցադրեին իրենց բարի գործերը, ձոմաբահությունը մարդոց մե քովասանք սպասելով, իսկ ճշմարիտ ձոմը Աստծո համար է եւ մեր անձը խոնարեցնելու, մեր մեղքերը անդրադառնալու, անոր առաջնորդությունը փնտրելու համար է։ Հիսուս կսե որ իր պատասխանի մեջ որ պիտի տեսնենք, որ աշակերտները հիմա ձոմ չեն բայր, բայց օրը պիտի կա որ պիտի բահեն իրենք։ Եվ անշուշտ ինքն ալ 40 օր բահելով, ձոմ բահելով օրինակ եղավ։ Հիմա հարցը դարձնենք մեզի։ Տուն ձոմ գբայես։ Ինչպես, եթե ոչ ինչպես պիտի պատասխանես այն հարցումը, ինչու Հովհաննեսին աշակերտները, Փարիսեցիները, Հիսուս իր աշակերտները եւ քրիստոնյաները թարերուն ընթացքին ձոմ բահեցին, իսկ տուն ոչ։ Ձոմը կամ բակը բարդատիր չէ քրիստոնեության մեջ, բայց ինչպես օրական 7 վարյան վասկը, նույնպես ձոմը, բակը կամ օրական 7 վարյան Աստվածաշունչ կարդալ, աղոթել, զրկվել մյուս բոլոր բաներեն, գրնա զորացնել քեզ հոգևոր պատերազմին, որովհետեւ գարենաս թեմ տնել զորավոր հագարակություններ, որ կան կյանքին մեջ եւ պիտի կան։ Ասիցև մնե, որ առաքելությունը անցետ վերտնես, mission above self։ Երկրորդ ցևը, որով գրնանք այդնել, խնջույքն է։ Մեկ մետ կխոսեի, որ կբացատրե ինձինքը իբրև ագնոստիկ եւ գսեր ինչպես եւ բզդիգեր կհավատար Աստծո, եւ կհարցումներ ունեցավ պատասխան չկտավ եւ հիմա կգասկածի, կդեսնե մարդ արարածը իբրև գենտանիմը, որ ավելի բարդ է, կոմպլեքս հարաճած է, բայց ոչ տարբեր ուրիշ կյանքեր է։ Ինչ ցանցրալի դեսագետը, what a boring point of view։ Ուր է մարդը լալու խնջույքը ասոր մեջ, ուր է դոնը։ Հիսուս բոլորին գզարմացնե ձոմի մասին այս բարձ հարցումը ցնցիչ պատասխանովը։ Հիսուսը սավանոնց միթե կարելի է, որ հարսնիկին դղակը
երբ Փեսան իրենց հետ է, ձոմբային։ Որչափ ժամանակ, որ Փեսան իրենց հետ է, կարելի չէ, որ ձոմբային։ Աշակերտները հարսնիքի դղակն են և ինք Փեսան այս բոլորովին նոր քաղաքարը հագարակ էր փարիսեցիներու գրոնական դեսագետեն։ Գարժե գանք առնել և նկատել դարբերությունը այդ ժամանակին և մեր Քեբեքի մշակույթին։ Այն adեն ամուսնությունները հաստատուն էին և զույգերը միջին հաշիվով 4-6 զավակ կունենային։ Իսկ Քեբեքի մեջ միայն 1/3 մասը երեխաներուն գաբրի իրենց 2 ծնողներուն հետ, որոնք ամուսնացած են իրար հետ։ Այսինքն 1/3 of children live with their parents who are married to each other. Ասիկա կնշանակե, որ մեծամասնությունը գաբրին կամ իրենց ծնող չեղած մեծ մեկումը հետ, boyfriend-ը, girlfriend-ը, իրենց մեկ ծնողներ են մեկեն, կամ իրենց ծնողներուն հետ գաբրին, բայց անոնք երբեք չեն գադարած այդ մեծ խոստումը իրար հավատարիմ մնալու մինչև մահ, վգաներու ներկայությամբ, սուրբ վայրիմը մեջ, հոգևոր առաջնորդիմը միջոցով։ Լուր գերբով միասին աբրած են օրնը և կարելի պզդիգ ունեցել են։ Քեբեքի մեջ և աշխարհի շատ մույս ուրիշ երգիրներու մեջ ծնունդներու թիվն ալ գբաքսի։ Ըստ Institut de la Statistique du Québec տվյալները, որ 1995-ին մինչև 2025 արձանագրված է ծնունդները և մահերը, հետաքրքրված էի դեսա և անդրադարձա, որ առաջին անգամ լալով ազ 30 դարվան ընթացքին 2024-ին ծնունդներուն թիվը 77400 ավելի ցած է, քան թե մահերուն թիվը 78800։ Ասիկա առաջին անգամն է, որ բադահած է Քեբեկի մեջ կոնե 30 դարվա ընթացքին։ Եթե այս հոսանքը շարնակվի և ամուսնության հաստատությունները և ծնունդներու թիվը բաքսի, Քեբեկի մեջ ոչ ոք կմնա, բացի անոնք, որ թուրսեն գուքան հաստատ ամուսնություններով և զիկներ կունենան։ Հայերն ալ գդարվին այս համաշխարային շարժումեն։ Մենք ավելի անոր աստվածությունները գսկանք, որովհետև մեր ժողովրդին քոյադևումը արդեն իսկ վտանգի մեջ է։ Աստվածաշունչի ժամանակներուն լուր միասին ապրիլը առանց ամուսնության գոյություն չուներ։ Ամուսնության խնջույքները հրյաներու մոտ կդեվեին 7 օր, անոնք աղմուգոտ էին, գային արադ գերագուր, խմիչք, երգ, բար։ Հետաքրական է նկատել, որ հայերուն մեջ նագա այսպես սովորություն 7 օրվա և թե հայերը, թե հրյաները ժողովուրդ մնեն, որ 3000 տարի ի վեր գոյություն ունին։ Անոնք ընտանեկան գաբերը ավելի զորավոր են, համայնքային աջակցություն կա, community support, և ցած բաժանում divorce rate։ Արդյոք ժողովուրդիմը քոյադևումը գաբ ունի ամուսնության, հարսնիքի, խնջույքի, աղմուգոդության և շքեղության հետ կարելի։ Ինչպես մեր խոսակցությունը անցավ ձոմաբահութենեն թեպի խնջույք։ Ձոմը հագարակն է խնջույքին, feasting, ուր գա արադ գերագուր, խմերիք, երաժշտություն, աղմուկ, Հիսուսի բադասխանը գտարցնեն նյութը ձոմաբահութենեն, որ իրեն հարցվեցավ, թեպի լման հագարակը։ Իր նպատակը անե, որ ծծնե, թե ինքն է կյանքի գետրոնը և ոչ թե self-discipline-ը, ինքնագարկաբահություն, որ կարևոր բան է,
բայց ինքն է կյանքի կենտրոնը, ան է ուրախության եւ խնջույքի աղբյուրը, ան է որ մեր կյանքը կդարձնե իմաստալից, հետաքրական եւ զվարճալի, աննման կենթանի է։ Նույն փոխաբերությունը կտեսնենք 10 գույսերու բամության մեջ, հարագին մեջ, ուր միայն 5 իմաստունները հանդիպեցան Փեսային, նույնպես էլ թագավորին Արագը, որ հարսնիկի խնջույք պատրաստեց իր որդիին համար, իսկ Հովհաննես Մկրտիչ կսե, ան որ հարսը ունի, Փեսան անիգա է։ Բայց Փեսային բարեկամը, որ գգենա ու գլսե անոր մեծապես կուրախանա Փեսային ցայնին համար, ուստի ահա իմ ուրախությունս լցված է, անիգա պետք է որ մեծնա, բայց ես բզդիկնամ։ Եվ գիտեք ինչպես կվերջանա Աստվածաշունչը, հարսնիկովն Երանելի են անոնք, որ քարնուգին հարսնիկին ընտրիկին կանչված են։ Արդյոք այդ հարսնիկը 7 օրեն ավելի պիտի դևե։ Հայտնություն Հովանու 19 և 21-րդ գլուխները գսեն. խնդանք և ուրախանանք ու փառք տանք անոր, քանզի քարնուգին հարսնիկը հասավ։ Եվ անոր գինը ինձինք պատրաստեց։ Եվ իրեն հագնելու համար դրվեցավ մաքուր, լուսափայլ փեհեր, fine linen, քանզի այն փեհերը սուրբերուն արդարությունն է։ Եվ ինձ եսավ քրե ելանելի են անոնք, որ քարնուգին հարսնիկին ընտրիկին կանչված են։ Ու ինձ եսավ ասոնք են Աստծո ճշմարիտ խոսքերը։ Սուրբ քաղաքը նոր Երուսաղեմը դեսավ, որ երկինքեն ասում է գիչներ իր երգանը համար զարդարված հարսիմը պես պատրաստված։ Խոսակցություն ունեի մեկի հետ, որ գսեր եկեցի այլևս չի կար, որովհետև անոր մեջ տեսավ անցեր, որ մե հուսախապ եղավ, իրենց իր մագարտագին պես բարձր չի գեցան իրենց վարված ծևը։ Եթե եկեցի կաս այդ սպասումով, որ գադարյալը պիտի կտնես, պիտի հուսախապիս, գադարյալը արնվեցավ մեզ մե, անիգա միայն Փեսան է, ինչ որ գտեսնես, հարսնցուն է, որ կպատրաստվի։ Ուր է հարսը ավետարանին մեջ, փորոդն է, որ բժշկվեցավ, անդամալույցն է, որ նախ կներվի և ետ կբժշկվի, մաքսավորը և մեղավորն է, որ կհետևին Հիսուսի, շնության մեջ բռնված գինն է, որ կդառնա, այսինքն թուն, եթե ինձինքդ այդ խումբին մեջ նկատես, որոնք կլսեն Փեսային ցայնը և սրդերդին կփանան անոր։ Ահա բարի լուրը, որ այն, որուն կգարոդինք և պետք ունենք, բայց արժանի չենք, զոհեց իր կյանքը մեզի միանալու համար։ Ահա սիրո և ներման հոգին, որ կանչված ենք ընդօրինակելու։ Գամեգը քու կյանքիդ մեջ, որուն ներելը դժվար գտվի։ Եթե այդպեսի վիճակի մեջ ես այսօր, այդ է քու դժվար 7 վայրկյան մղոն վասկը, որ պետք է անես Աստծո թագավորությունը անցդ վեր տնելու համար։ Ներե, ինչպես տուն ներվեցար։ Երրորդ ծևը, բայկարիլ, fighting։ Հիսուս կշարունակե իր պատասխանը ասելով, բայց օրեր պիտի կան, երբ Փեսան իրենց մե վերցվի, այն adեն ձոն պիտի պահեն։ Ծանրապես հարսնիկի մեջ բոլոր հյուրերը նախ կերտան և ետ կփեսան իր գնոջ հետ, կերտա իրենց կյանքը սկսելու, այս ինչ է գաղափարը, որ Փեսան պիտի առնվի իրենց մե, երբ կդոնեն։ Հարսնիկի պատկերին երկու փոքրիկ արակներ կշարունակվին։ Առաջինը նոր գդորմն է, որ կգարվի հին հագուստի վրա, եւ լվացվի նոր գդորը կբզդիկնա եւ հագուստը կբադրե։ Երկրորդը նոր քինին է, որ գտրվի հին
անոթներու մեջ, եւ քանի որ դագավին գխմորվի, fermenting, գաջի գշարժի եւ գգդրե այն հին գառուցները։ Նույն բառը գործածվի հունարենով, որ հունարենով գրվել է այս տեքստը, erin։ Արմատն է պեսային առնվելուն եւ նոր գդորին հին հակուստը քաշելու եւ բادرելու։ Այս երեք նյութերուն մեջը նոր եւ շարժուն փամը անհամադեղելի է, incompatible հինին հետ։ Պատկերն է, թե ինչպես Հիսուսի ավետարանը գգդրե հրյական եւ մարդկային գառույցները։ Երեք պատկամներուն մեջ ուրախության պատկերը խնջույք, հարսնիկ, նոր հակուստ, քինի կհանդիպին հագարագության։ Հակուստը կբադրվի, քինին դիգերը կգդրե եւ փեսան գառնվի։ Ասի Մարգոսի երկրորդ գլխին մեջն է, ուր Աստծո որդին արդեն գիտե թե ինչ պիտի բադայի ետքը։ Եվ այս խոսքերուն հետևանքն գիտե։ Եթե ուսուցիչ մկար քալ շաբաթ եւ ցեզի խրադ դար, թե ինչպես լավ կյանք ապրիս, կրնաս գաման խրադը լսել, գամ մեկում տնել։ Բայց ինչ կնես եթե ուսուցիչ մկա եւ ասե թե անկու փեսադ է եւ իրեն պետք է սիրես ավելի քան թե քու հայրդ եւ մայրդ եւ զավակներդ։ Այդ տեսակ անցմը չես կնար անդեսել։ Եվ ով այդպես կխոսի։ Մովսես, Բուդա, Սոկրատ, Մոհամեդ այդպես բան չեն ասած, չեն ալ փապակիր այդպես բան ասել, որ ուշադրությունը իրենց վրա տրվի։ Այդ ուրիշ ցևը ապրելու անոր վրա գտրվի։ Հիսուսի խոսքերը գբարդատրեն զինք նկատել գամ Աստծո որդի, գամ մահվան արժանի հայողը։ Իր փեսա լալու նկարագրությունը բادرազմի հրճագումն է։ Ան ուրիշներու նման ուսուցիչ չէ։ Մարդիկ պետք է գամ ամբողջավին նվիրվին իրեն եւ գամ խաչեն զինք, աշխարը ընդրեց խաչել զինք։ Հիսուս իդ չի կաշվիր բادرազմեն իր սիրելիին համար, ան գիտե, որ բարձր քին պիտի վճարե մեզի իր հարսին միանալու համար։ Այս բոլորը անհասկանալի գտվի փարիսեցիներուն, անոնք գբնտեն, թե անիգա սատանային գուկա եւ պետք է խաչվի։ Հիսուս կշեշտե, որ չեզոք դեղ neutral zone չգա։ Թագավորին արագը այդ գծցնե, ուր թագավորը հարսնիկի որդին համար հարսնիկ կպատրաստե։ Կարդամ պատմությունը եւ նկատեցեք, թե ինչպես միայն երկու ընդրություն կա՝ մահ կամ հարսնիկի խնջույք։ Դարձյալ Մատթեոս 22-յան, դարձյալ Հիսուս արակներով վսավ անոնց. Երկնքի թագավորությունը թագավոր մարդումը կնմանի, որ իր որդին հարսնիկ ըրավ եւ իր ծառաները ղրկեց կանչելու իր որդին հարսնիկին հրավիրվածները։ Անոնք չուզեցին կալ։ Նորեն ուրիշ ծառաներ ղրկեց, ուսավ ասեք հրավիրվածներուն, ահա իմ ջաշս պատրաստեցին, զվարակներս ու կեր գենթայիներս մորտված են, եւ ամեն բան պատրաստ է, հարսնիկի եկեք։ Բայց անոնք անհոգություն են, ընելով չգան, մեկը իր արդը, մույսը իր արուդուրին կնաց, ուրիշներ անոր ծառաները բռնեցին, նախատեցին եւ սպանեցին, թագավորն ալ երբ լսեց, փարգացավ, իր զորքերը ղրկեց եւ այն սպանողները սատկեցուց եւ անոնց քաղաքը այրեց։ Այնադեն իր ծառաներուն ասավ հարսնիկը պատրաստ է, բայց հրավիրվածները արժանի չեն։ Ուստի կացեք ջամփաներուն գլուխները եւ ով որ գտնելու լակ հարսնիկին հրավիրեցեք։ Այն ծառաները ելան ջամփաներուն վրա եւ ով որ կդան
թե չարը եւ թե բարին ամենքն ալ ժողվեցին ու հարսնեդունը հրավիրվածներով լեցվեցավ։ Թագավորը երբ մտավ հարսնավորները տեսնելու մարդ մտեսավ, որ հարսնիկի հանդերձ հակած չէր։ Սավանորընկեր, ինչու համար հոս մտար առանց հարսնիկի հանդերձի, անիգա բաբանցեցավ։ Այն այդեն թագավորը սպասովորներուն ըսավ, գաբեցեք անոր ոտքերը ու ցերկերը, հանեցեք զանիգա թուրսը խավարը, հոն պիտի լալ ու ագրաներ գրջդել, վասնզի գանչվածները շատ են, բայց ընդրվածները քիչ։ Այս Հիսուսի բամուչան մեջ թագավորը մահվան գտադաբարդե անհոգություն նողներուն, որոնք կշարնագեն իրենց առօրյա գործերը և կմնան իրենց սովորական հագուստներով։ Չափազանց սպաղած էին, անոնք կվայելեին ազատությունը, աշխատանքի կարողությունը և խաղաղությունը, որ թագավորը իրենց ապահովված էր։ Իսկ այն մեկը, որ եկավ սովորական հագուստով, լուրջ չարավ և հավանաբար սպաղած էր, զարդարանքները գտիդեր, գուդեր, գխմեր, գվայլեր։ Եթե այսօրվա բամությունը լար գարելի պիտի եսվեր, որ սելֆոնը ուներ, սկրոլ գներ, մուվիներ գտիդեր, աշխարհի սպաղմունքներով սպաղված էր, ով ժամանակ ունի այսօր երկինք նայելու և տեսնելու անմեծ խնջույքը, որ նույնիսկ հրեշտակները անհամբեր կսպասեն տեսնելու։ Հիսուսի բամուչան տասն է, որ թագավորը պատիվի արժանի է։ Պետք է ամեն բան թատրեցնել և հարսնիկին պատրաստվին։ Ավետարանը, փարիդուրը, փեսան մեր անցեն վեր տնելով։ Այս կրնան գնել ձոմաբահությամբ, այսինքն self-discipline, խնջույքով, այսինքն փեսան կարևորություն տեսնել, մեր գետրոնը լա, և բայկարով, այսինքն հարադևել մինչև մա, fasting, feasting, fighting։ Բիդի Ջեյմս Էդվարդզի ամփոփումով լրացնեմ, որ Ջեյմս Էդվարդզը commentary կրել է այս տեքստին վրա, նախ անգլերենով։ The question posed by the image of the wedding feast and the two atom-like parables is not whether the disciples will, like sewing an old patch on an old garment or refilling an old container, make room for Jesus in their already full agenda in life. The question is whether they will forsake business as usual and join the wedding celebration, whether they will become entirely new receptacles for the expanding, fermentation of Jesus and the gospel in their life. Հարսնքի խնջույքը և երկու փոքրիկ արակներու հարցումը այն չէ, թե աշակերտները պիտի փորձեն իրենց արդեն լեցուն օրագարկին մեջ տեղ մգտնել Հիսուսի։ Հարցումը այն է, թե պիտի թողուն իրենց առօրյա գործերը և միանան հարսնքի խնջույքին, պիտի թարնան ամբողջովին նոր անոթներ Հիսուսի և ավետարանի ընդարձակվող խմորումը իրենց կյանքին մեջ պահելու համար։ Իսկ թուն Աստված քեզի ղրգած է հարսնքի հրավերը իր որդին, ինչ է քու պատասխանդ։ Աստված խոսեցավ արդյոք քեզի այս պատկամեն։ Ուզեմ հրավիրել ձեզ, որ իմ հետս աղոթեք, ավելի ճիշտը մենք ենք, որ կհրավիրվենք աղոթելու 1000 տարի առաջ մեզ մե եկած անցեմը, անունը Գրիգոր Նարեգացի, և ինքը աղոթ կրել է, որ պիտի գտնեք ձեր լրադուին մեջը, և այսիգա պիտի խնդրեմ, որ ձեր հետը դանիք
աշխատեցա այսօր վրա գրեցի ուրեմն հոսմի ցկեք ծեր հետը դարեք ծեր աստվածաշունչին մեջ դրեք եւ հաջող աս աղոթքը ըրեք ուրեմն անոր մեջ կսե եւ ուրեմն քանի որ 1000 տարի առաջ գրվել է քրապարով գրվել է եւ շատ բարեր կան որ ինձի եւ շատերու հասկանալի չեն գրած եմ անգլերեն թարգմանությունով եւ նաեւ աշխարհապար թարգմանությունով անոր մեջ կսե I pine I deeply long not so much for the bridal feast as for the distress of the groom ոչ թե հարսնարանին խնջույքով այլ փեսային անցկությամբ կմաշին ուրեմն անիգա մեզ գսորվեցնե որ ոչ թե ազո փարիկները եւ ազգյանքը որ վայելենք բայց անգյանքին յետևը եղողին ոչ թե հարսնիկի գերտաս հարսնիկը վայելելու բայց փեսային հետ ուրախանալու անձը եւ ոչ թե ուրիշ բաներ ուրեմն մեր սրդին խորքերեն I pray not only for his rewards, but also for himself, the essence of life, guarantor of giving and taking of breath, without whom there is no movement, no progress, to whom I am tied, not so much by the knot of hope as by the bonds of love. I long not so much for the gifts as for the giver. I yearn not so much for the glory as the glorified. I burn not so much with the desire for life as in memory of the giver of life. I sigh not so much with the rapture of splendor as with the heartfelt fervor for its maker. I seek not so much for rest as for the face of our comforter. I pine, I deeply long, not so much for the bridal feast as for the distress of the groom, through whose strength I wait with certain expectation, believing with unwavering hope that in spite of the weight of my transgressions, I shall be saved by the Lord's mighty hand, and that I will not only receive remission of sins, but that I will see the Lord himself in his mercy and compassion and receive the legacy of heaven, although I richly deserve to be disowned. Ոչ թե անոր բարգևներուն համար է, որ աղերսանքով շուրջը գտարնամ, այլ որովհետև զինք կհամարեմ գենթանություն նիսկ, շնչարություն նիսկ, առանց որու կարելի չէ շարժիլ եւ ոչ քալել վասնզի ոչ այնքան հույսին հանգույցովը որքան սիրո գաբանքովն է որ գմղվիմ ոչ թե դուրքին այլ դվողին գարոդն ունիմ փառքը չէ որ անցկալի է ինձի այլ փարավորյալը համբուրելի ոչ թե յանքի փապակովը այլ գենարարին հիշադակովն է որ գջնջերեմ միշտ ոչ թե վայելքին դարպանքովը գհեծեմ, այլ բադրաստողին դենկանչովը երիգամուքիս խորեն գջվամ։ Հանկիստը չէ, որ գպնդրամ, այլ հանգչեցնողին երեսը գաղաչամ։ Ոչ թե հարսնարանին խնջույքով, այլ պեսային անցկությամբ կմաշիմ։ Ու իր զորությանը վրա վստահորեն հուսալից, թեև մեղքերու փերան ներքև ընկճված, բայց աներկմիտ կհավատամ, թե ոչ միայն կավության պիտի հասնիմ, այն նույնիսկ զինք պիտի տեսնեմ իր ողորմության եւ կտության մեջ, ու կհավատամ, որ երկինքը պիտի ժառանգեմ նորեն, թեև անգե մերժված ու հրացված ըլլամ։